ինչ են քննարկել։ Քիչ մեջտեղ փոխան նորենի, հա, իրականացրել այնտեղ եւ ինչ հանգուցալուծման եք եկել։ Քննարկումները երկար քննարկում ենք ունեցել նախագահի եւ պետնախարարի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱՑ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ, այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչներից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին են, ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը։ Ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին։ Ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ինչ ձևաչափով է լինելու, ասեցի քննարկել եք ինչ ձևաչափով է լինելու։ Այսինքն ձևաչափը ես շեշտեցի լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱՑ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու։ Եթե չընդունեն, ինչ եք անելու։ Եթե չընդունի, հետագայի մասին արդեն կտեղեկացնենք։ Այս բանը չենք պատկերացնում, որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունի։ Անսակցիան նախորդ անգամ ապրիլի 18-ին, երբ այստեղ հավաքված էիք, շատ վճռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպել դատախազին։ Իհարկե, սպասեք հարցին պատասխանեմ։ Իհարկե, հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական ենք տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդե։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Իսկ կներեք նախագահի պարզաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարարեց, ինչ որ հարցերի պատասխաններ ստացաք։ Պարզաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ այդ հանդիպման մասով հիմա ինչ քայլեր են ձեռնարկում, ասեք մի քանի օր հետո։ Հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱՑ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։ Ուրբաթօրվա համարգին Ճուժակետներ նշել եք այստեղ, մինչև երբ կարող են այդ նամակների պատասխաններին սպասել ձեր պատասխանները պետք է փոխանցեն տվյալ կառույցները, բայց ներկայացնելը նշել ենք, որ 2-3 օրվա ընթացքում։ Իսկ կազմակերպված 10 հոգանոց խումբը փոփոխական է լինելու, թե այսօր ինչ կազմով այստեղ էիք, այդքանով եք բանակցելու։ Եվ Արտուր Օսիպյանը ինչու այստեղ չէր այսօր։ Կոնկրետ Արտուր Օսիպյանը այստեղ չի, որովհետև ծնողի հետ առողջական խնդիր կա։ Լուրջ հարց կա ոչում այդ հարցերով այս պահին ինքը, ինչը վերաբերում Արտուր Օսիպյանի մասով, ստե բոլորն էլ արտահայտվել են Արտուր Օսիպյանի կարծիքին համահունչ, որովհետև տվյալ մարդուն ես հանրային ձևով հայտարարում, անձամբ ես եմ զանգել Արտուր Օսիպյանին, խնդրել, որպեսզի գա եւ մեր հետ մասնակցի այս ակցիային։ Իսկ հիմա ասте 3-4 ժամ որ քննարկում եք, կոնկրետ ինչ եք քննարկում։ Բեգլարյանի հետ նույն դատախազության մոտ ակցիաներ անում եք, դրանից հետո ապրիլի 18-ին հայտարարեցիք, որ անարդյունավետ էր, որովհետև պարզվել էր, որ թալանչիների հետ թալանի դեմ էիք պայքարում, հիմա այդ հայտարարությունը ձեր ուժի մեջ է թե չէ եւ հետ այսու եթե հանդիպումներ այդպես լինեն կարող է նորից նույն եզրահանգման գալ։ Միանշանակ ես այն կարծիքին որ թալանչոյ պետք չի գնալ թալանի հետևից, նու սենց ասեմ, այսինքն պետք չի ինչքանով չպետք, ինքը պետք չի որ առաջի դեմքով հանդես գա, ինքը կարա գանդե, այնքան սպասի մինչև իրան ընդեից բռնեն տանեն արդեն թալանի համար պատասխան պահանջեն, տվյալ նշված անձը Բեգլարյան Արտակը։ Թալանչիները ինքն այդ
այսինքն Բեգլարյանը Հարցեր ստուր, թող մյուս լրագրողներն էլ հարցեր տան։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Բայց ուզում եմ մի հատ հարցել ինքը էլի տա։ Այսինքն դուք եք ուզում որ մենք հարց տանք, թե ոնց։ Եկեք մենք որոշենք, հա։ Հարց ենք տալիս, բարի եղեք հարցին պատասխանեք։ Թալանչիները ովքեր են։ Թալանչիները հայտարարել եմ ստեից։ Այս դռների հետևից հայտարարել։ Թալանչին։ Ով Արցախից։ Նիվարկյան պատասխանում էլի։ Ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին էլ խոսում է գյուղաճակցության հիմնադրամի։ Այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում։ Պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում։ Նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում։ Խնդրում ենք մի ձև տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք։ Ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավորը։ Այսինքն մենք որ էթում ենք ընդ մեկ էլ տենում ես տակը, ասենք տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբարակ բնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում։ Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք դրանք ուղղված նիկոլականների Բրծնեն պատասխանը։ Այսինքն գրում են, ասում գնացեք ձեր այս ինչ թալանչուց, այն ինչ թալանչուց, ու մենք էլ որ սենց ֆռում ենք, տենում ենք որ իրականում նայեք, դա չի ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ ասում է քո հորքուրի տղան, մորքուրի տղան, հոպարի տղան։ Հնարավոր չի չասի։ Խելք ունեմ որ չասի։ Հնարավոր չի չասի։ Ուրեմն եթե չեն ասել, ուրեմն խելք չունեմ որ չեն ասել։ Պարոն Սարգսյան, ձեզ էլ մի վարքյան էլի կներեք, այդ ինչ անշկամ խելք չունեմ որ։ Որովհետև փաստացի թալանը եղել։ Նախ իմ հետ կապված օրինակներ մի բերեք իմ հարազատների, ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Օրինակ եմ բերում այնքան։ Հիմա չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Օրինակ ես բերում, օրինակ չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարզ խոսում եմ հետո, ուզում ես պարզ խոսանք։ Մաքուր խոսալն ես սիրում, թե պրոստը տակ եկավ բանալի։ Ես ոնց սիրում եմ մտանց արտահայտվում։ Չեք կարծում որ դա իշխանությունների կողմից, ԿՊԱ-ների կողմից ուղղորդվում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից ատելություն չեք տեսնում։ Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էդի գրել է։ Ես ոնց էս կարամ պատկերացնել։ Այսինքն ձեր հորքուրի մորքուրի եւ դիմացինի հորքուրի մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությանը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ level-ը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի արտահայտություն անեմ։ Պատկանում է հորքուրի մորքուրի եւ դիմացինի վիրավորելով։ Ոչ վիրավորելուն։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի վիրավորել։ Ասում եք Արցախի Հանրապետության անվտանգ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք անուններ տալ, մուրճը իրենց ձեռքում են, մեր իրենց ձեռքում է։ Իսկ հասցեատերը նրանք են, ինչքան էլ շարքային քաղաքացիների զրաբարթեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստում եք ճիշտ հասցեատ իրոջը դիմել, ճիշտ հարցը։ Այսինքն ոնց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, դաշի հարցեր կան։ Նա հարց կա։ Դուք ասում եք որ Հայաստանը կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ։ Մի հատ նորից կրկնեք էլի խնդրում։ Այն վճռականության, որ եկել եք այստեղ, հա։ 18-ին, ինչու այդ նույն վճռականության չեք գրում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական։ Մի քիչ ավելի ուժեղ վճռական ձևով ենք եթալու, հաստատ իմացեք դա։ մի բան Ինչով կբացատրեք այն, որ ակցիայի մասնակիցները եւս Թալանի մասնակից են, կոնկրետ Ակցիայի մասնակիցների մասին 24 նյուզը ստեղ է։ Խիբա, ես կուզեմ օրինակ 24 նյուզին, չէ, կներեք, հիմնավոր եմ խիեմ ասում, հարցին եմ, էլի պատասխանում։ Նայեք, 24 նյուզը այն օրը ես տեսել եմ, որ լրատվականում գրել է, որ իմ անձամբ իմ անունը շոշափելով, որ 60 միլիոն մեղվաբուծություն, 15 միլիոն դրամ չգիտեմ ինչ, տեսեք ինչ եմ ասում, այդ տվյալ թղթաբանությունը որ տանք, այսինքն որը որ տված է արդեն, իրանք որ շեշտել են, այս պահի դրությամբ ներդրումային հիմնադրամի սաղ ժոսկի դիսկերով, այդ գրիչ համակարգերով բոլորը, ասենք այս պահի դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության համ քննչական կոմիտեի ձեռին, նույնիսկ դատախազության ձեռը, եթե իմ հասցեին հենց հիմա պատասխանատու ձևով հայտարարում, եթե ինձ վերաբերյալ որևիցե մի հատ դրվագ կա, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից դատախազությունից պահանջում հրապարակել
հրապարակել ես պատմության ընթացքում 30 տարեկանում 30 տարվա ընթացքում մի անգամ օգտվել եմ Արցախի, ես ունեցել եմ մեծ շինարարական կազմակերպություն, բոլոր շինարարական կազմակերպություններն դե մեծամասնությունը ստացել է 10 միլիարդ, 15 միլիարդ դրամ որպեսզի աշխատեն, այսինքն փող են տվել, որ աշխատեն։ Իսկ իմ պարագայում ես ունենալով քաղաքաշինության նախարարությունից, իմ կազմակերպությունը ունենալով քաղաքաշինության նախարարությունից 70-60 տվյալ պահին ինչքան որ կլներ 40 միլիոն դրամ ստանալու փող, այսինքն կատարողական ակտերս ներկայացած, որ պետք է գումարը ստանայի, ինձ վերևներից տեղեկացնում են, որ այս պահի դու ասում փողոց փոխանցեք, էլի Հայաստանաբանակ մեր աղբերներից ես մատերիալ եմ առել, բերել որպեսզի Ղարաբաղում օգտագործում, մարդուն օր եմ ասել, այդ փողը պետք է տամ, բառացիորեն ես բացատրեմ, որ հասկանաք։ Այդ փողը փոխանցեք, որպեսզի սուտ դուրս չգա խոսքս։ Ասում այս պահի դուրությամբ քաղաքաշինության նախարարության բյուջեում չկա գումար։ Բայց էսա ասեմ ներդրումային հիմնադրամից մի 15 միլիոն դրամ 15 միլիոն դրամ տան, ըտից կկտրեն կփոխանցեն ընդե։ Տվել են։ Հասկանում ես։ Մի րոպե, ասեցի արդեն, անուն չեմ տալիս, տվյալ մարդը ոչում, այսօր ասենք սիտուացիան ուրիշ ձև է, մի րոպե կպատասխանեմ։ Նայեք, 15 միլիոն դրամը տալիս է, տեղը 60 միլիոն դրամը, որը որ պիտի տայի, մինչև այսօր, այսօր, քաղաքաշինության նախարարը հիմա վերևը նստած մեր հարգարժան պարոն Սարգսյանը, Արամ Ալեքսեևիչ, հենա վերևը նստած ու Արցախի ներկայացուցչությունը որպես պետնախարար, կարաք մոտիկանաք հարցը ուղղեք, պատասխանը կստանաք։ Մի րոպե պրծնեմ։ Իմ անձամբ իմ հասցեին, այդ ում հասցեին, որ ասել է հարցերը կուղղեք իրեն, Յուրի Մուսայելյանը գրառումներ է կատարել, մտեք իր սոցցանցը, սոցիալական էջի եւ իր գրառումներին կծանոթանաք, այն ինչը որ ինքը վերցրել է, ինքը ասում է, որ վերցրել եմ, խնդիր չկա դրա մեջ։ Ես էլ կողքից արտահայտվել եմ, եթե ուշադիր եք եղել, բարձրախոսը ձեռս արտահայտել եմ, ասել եմ հենց Յուրայից է սկսի։ Եկեստեք այն էլ է, բողոքում է, ուրեմն ինքը դրան կողմ է, հենց իրանից է սկսեք։ Հասկանալի մարդու։ Իսկ ինչը վերաբերում է իմ մասով, նորից եմ ասում, խնդրում եւ պահանջում, թող հրապարակեն։ Ես այն օրը շեշտեցի, ասում, ինձ նույն, եթե խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին, իմ ընդհանուր կապիտալի, ընդհանուր եղածս մոտորապես կազմել է 100-150 միլիոն դրամի, ասենք միլիոն դրամ արժողության ինձ ունեցվածքով, սենց տնով, ֆերմայով, կալոնկով, այսենց ունեի, այսենց ունեի, եթե խոսքը գնում է 15 միլիոնի մասով, ես ձեզ հավաստիացնում, իրանք 6 անգամ 15 անես, հիմնավորում ես, պատասխանատու ձևով հայտարարում ու ով երբ ուզենա, թող զանգի գամ նույնը տաղավարից հայտարարեմ ու նորից եմ ասում, պատասխանատու ձևով, 6 անգամ 15 անես, այդքան իրանք այսինքն պետությունը, Արցախի հանրապետությունը, լուծարվելուց հետո ասում է փողը չկա։ Եթե փողը չկա, 60 միլիոն դրամը ստա, ես ինձ չպետք է տան, դե ինձ նամակ ունեմ գրած, որ խնդրում եմ, ինձ փոխանցվելիք, քաղաքաշինության նախարարությունում գրել եմ, կոնկրետ գրառում եմ կատարել, ինձ փոխանցելիք այսինչ գումարից, խնդրում եմ այսքանը տրամադրել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Այսինքն պետության մեջ կա 60 մեշոկ, այս մի մեշոկից տվել են ինձ, այս մի մեշոկով ուզում են փակեն ու պլյուս դրան, տես ինչքան են գեղեցիկ դասավորել, որ ես մի հատ էլ իմ ստանալի գումարս թողեմ, ստից վերցնեմ 15 միլիոն դրամ, տանեմ 16 միլիոն, 17 միլիոն դրամ տոկոսը հետը, ընձնից պահեն վերցնեն։ Այսինքն իրանց սխալ գործունեության արդյունքում եմ ես որոշ գումար կորցրել, բայց հիմա փաստացի որոշ չեմ կորցրել, ամբողջն եմ կորցրել։ Ավարտեցեք մի բան։ Իսկ ինչը վերաբերում է մնացածի մասով, այն օրը ստեից հայտարարել եմ, նույն կերպ վարվել է Արցախի հանրապետությունում եկեղեցու առաջնորդարանը։ Ասեմ իմանաք, ստեից հայտարարել եմ, հիմա էլ պատասխանատու ձևով ասում, հաստեր ունեմ պայմանագրերը իմ մոտ կա, այո, Վրթանեսը։ Դատախազություն չեմ ներկայացնում, որովհետև ես ինքս սաղ կյանքս ոչ գնացած եմ, ոչ ներկայացրած եմ, ես մի րոպե պրծնեմ, պայքարողը ես չեմ, ես բացատրում եմ, որ պայքարողը դու ես։ Էլի գնա թալանի հետևից։ Չէ, ինչ ճիշտ հասկացեք։ Ձեզ չեմ ասում, ես բացատրում, որ պատասխանատուն
պայքարողը դու ես, գնա, քեզ մերժել են, մենք էլ գանք։ Դուք Պարոն Սարգսյան, ապրիլի 18-ի ցույցին դուք բարձրացել եք այս դարպասների ճաղավանդակների վրա, ճոճում եք, ուզում եք քանդել, բռնի ուժով մտնել, ասում եք ցեպի տարեք, շենքը շրջափակեք եւ այլն։ Այսօր դարպասները լեն ու որ բացած եւ ձեզ բացատրում են, որ դրանից առաջ էլ է բաց եղել, դուք հանգիստ կարողացել եք մտնել, ուրեմն ինչի համար էր այդ ամենը։ Ձեզ մեղադրում են, ասում են շոու էին ուզում սարքեին, շոու ստացան եւ այլն։ Այդ նպատակով ուներ ու զղջացել եք, որ այդ ճանապարհով եք փոխել։ Ուղիղ եթերի տակ եք։ Ձեր տուն ինչպես։ Ուղիղ եթերի տակ եք։ Շակալներն են տես բաներ ասել։ Ով ասելա, որ ուզեցել ենք շոու անենք, ինքը առնվազն շակալ է։ Բա ինչի համար եք անում, ինչ եք ուզում կոտրել Որովհետև դուրը փակեր իմ դեմս, այսօր էլ փակելներ, այսօր էլ կանեի։ Երբ եկել եք ձեզ ընդունել են, բայց մի այսպիսի հարց, հա, երբ ձեզ նայեցիք, արդյոք ամոթ չզգացիք եւ արդյոք բարոյական էր այդ։ Ամոթը զգացի այն սիտուացիոն, որ ասում են «Ձեսի ձեր տունն է, բայց մեր տան դուռը մեր դեմը փակել է»։ Ամոթը զգալու, ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Մյուս անգամ էլ պատրաստում, եթե այս դուռը մեր դեմը փակվի, մյուս անգամ էլ պատրաստում նույն մոտիկացումը ցույց տամ։ Դուք ասում եք, մի վարքան, դուք ասում եք, Սիմե ջան, թող հարցնեն, բայց չեմ փակել դուռը մեր արած։ Տես չեմ ասել, ճիշտ արտահայտվի։ Չէ, այդպես եք ասել։ Ասում տես չեմ ասել։ Ասամ ոտերը սկուտի մեկը իմ տան դուռը իմ դեմը կփակի։ նույն բանը չի։ Դե նույնը։ Ոչ։ Դուք ասում եք դատախազություն չեք դիմել։ Ես դες հարց տվեցի։ Ձեզ հարց տվեցի, ինչու եք այս ակցիան կազմակերպում այն ժամանակ, երբ նախագահին մնացել է 1 ամիս ժամկետ, մայիսի 21-ին ավարտվում է, եւ սահմանադրություն են փոխել, դուք ասացիք, որ մեր նպատակը դա չէ, որևէ կերպ չի առնչվում այս ակցիան։ Սակայն րոպեներ անց դուք հենց այս հատվածում հայտարարեցիք, որ առանց մեզ զգուշացնելու սահմանադրական փոփոխություններ են կատարում եւ այլն, այսինքն վերադարձակ իմ հնչեցրած հարցին։ Կներեք ձեզ էլ հակասեմ, ես այդպես չասեցի, ասեցի մենք ինքներս կողմ ենք ձեր կայացրած որոշումին, բայց մեզ հաշվի առեք։ Այսինքն ես ընտրել եմ Արցախի, նայեք, սենց ասեմ, ես եղել եմ Արցախում եղել եմ Արայիկ Հարությունյանի կոնկրետ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Հենց հիմա նորից պատասխանատու ձևով հայտարարում։ Ասենք ընթացքը այն ինչը բերելա, տեսել եք ինչ ա եղել, հարց է։ Ես առաջի անգամ քաղաքականության մեջ եղել եմ, ու ես առաջի անգամ եղել եմ, որ սատարել եմ Արայիկ Հարությունյանին։ Հիմա խնդիր կա, եկել ենք ստե մարդը որոշում է կայացնում, մարդիկ ավելի շուտ падգամավորները որոշում են կայացնում, սահմանադրության, այո, սահմանադրության կետ են փոխում։ Մեր ընտրած խորհրդարանը մի հատ որոշում էլ է կայացրել։ Ու այդ կայացված որոշման արդյունքում մենք բռնի տեղահանվել ենք ու այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Դուք ամբողջ այս բռնատեղահանումը Արցախի բռնազավթումը կապում եք այդ որոշման հետ։ Ամեն ինչը կապված է դրա հետ, չեմ ասում։ Ձեր թիմակիցները համաձայն են ձեր այս պնդմանը։ Անպայման։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի մաս, հիմա դուք այստեղ Հայաստանի իշխանություններից ո՞նց եք Արցախի անվտանգության երաշխիքներ պահանջում, ընդհանրապես ինչ եք պահանջում իրանից։ Այսինքն ոնց եք Հայաստանի Հանրապետությունը ինչ եք պահանջում։ Այդ սահմանադրության մի կետը արդեն խախտել են, Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Իրանք Արցախի Հանրապետություն չեն ճանաչում որպես այդպեսի։ Նայեք, տես ինչ եմ։ Իրանք չեն ասում Արցախ, ասում են Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանում է, ըստ իրենց։ Ու փակում են այդ հարցը։ Ուրեմն սենց կարամ։ Ես նորիցում ասեմ, իմ լեվելը չի պատկանում նրան, որ ես անհրադառնամ անվտանգային հարցերին, որ ես անհրադառնամ թե ինչ բանակցություններ ա գնացել։ Բանագնացները ովքեր եղել են տվյալ հարցերը, ուղղում եք բանագնացներին։ Չէ, բանագնացները ձեր կողմից թե Հայաստանի կողմից։ Մեր կողմից էլ Հայաստանի Հանրապետության, այսինքն մերը ձերը, տենում ես նայ, դու ինքդ լրագրող հալո, ասում ես մերը, ձերը։ Լրագրող հալով։ Հա, լրագրող չես դու։ Հա, բայց նախ լրագրող չես դու։ Լրագրող հալով Վահե անունը։ Վահե ջան։ Ասում ես մեր, հա, թե ձեր։ Այսինքն ասում ես Արցախի իշխանությանն ես մեղադրում թե Հայաստանի։ Հա, Արցախը ձեր իշխանությունն է։ Իմ համար խնդիրը մեր ու ձերն է։ Բա մեր ու ձերը բանը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանությունն է, Արցախը մերն է, որը նաև ձեր իշխանությունն է։ Ո՞վ է օրանջատում է չէ։ Դուք այլ թեկնածու։ Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության, այ կարակ դրանցից խոսակ, մենք մենակ այդ չենք քննարկել։ Մենակ չեք քննարկել ոնց է կեթում դատախազություն։ Մենք քննարկել ենք ընդհանուր ինչ որ պետք է կատարվի, ինչ process լինելու է, այս մոտակա ժամանակահատվածում ամիս ու կես 2 ամսվա ընթացքում այդ ենք քննարկել ու եկել ենք այն եզրահանգման, որ մենք ուզենք, չուզենք սրան խառնվելու ենք։ Մենք մեր կարծիքը արտահայտելու ենք։ Իսկ ես այն օրը ստեից գնալուց հետո
Հանրային ձևով հայտարարում, ասամ, մայիսի 21-ին մենք ստեից մեր կարծիքը արտահայտելու ենք։ Ոյնվաղ կհասկանանք, ով է իրականում։ Շահրամանյանի տեխնատությանը նախագահի։ Մենք դեմ ենք այս պահին ընդհանրապես տեխնատությանը։ Բա ինչին է կողմ։ Նշում են, որ Արցախի Կողմ ենք նրան, որ ով այս պահին կա, Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ից, ես ինչքան գիտեմ, նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ձեռը դրել է սահմանադրությանը, երթվել, որ տեղակայնելու է ժողովրդին։ Իսկ մի վարքյան պրծնեմ, հարց չկա, համաձայն եմ, բայց մենք ըտեից, մի վարքյան պրծնեմ, մենք ըտեից կատարում է որոշակի, մենք ըտեից, արդեն եթե մենք չենք գտնում մեր հանրապետությունը, մեր Արցախում չենք գտնում, ես ինքս այն կարծիքին եմ, որ պիտի քննարկվի այդ հարցը։ Այսինքն պետք է լուծարվի։ Ոչ մեկ չի ասում լուծարվի, ոչ մեկ չի ասում լուծարվի։ Այսինքն շարունակի ընտրությունները չլինեն։ Մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը անձամբ ինձանից երբել ուզեք մոտակա մի 20 օրից հետո մոտավոր։ Դուք գոհ եք Շահրամանյանի գործունեությունից, որպես նախագահ ինչ որ անում է։ Գոհ եք իրանից։ Մենք այս պահի դրությամբ տենում ենք, որ իր գործունեությունը կասեցված է։ Կասեցված։ Ում կողմից։ Թե ում կողմից չեմ կարող ասեմ, որովհետև եթե արտահայտվեն պատասխանը պետք է տան, պատասխանը ինչ չունեն։ Հայաստանի իշխանություններն են այդտեղ։ Չգիտեմ ասում, պատասխանը չունեն։ Ով կարող է կասեցնել Արցախի նախագահի, ով ի պաշտոն է, ի կոչում, չգիտեմ, կոչումով, ով կարող է կասեցնել ձեր կարծիքով։ Դուք ունեք Իմ կարծիքով կարա կասեցնի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, իմ կարծիքով կարա կասեցնի Դոնալդ Թրամփը, իմ կարծիքով կարա կասեցնի Ֆրանսիայի նախագահը, ես ինչ իմանամ։ Սահմանադրությունը պիտի կասեցնի։ Հիմա բոլորը արդեն նախագահի լիազորությունը սահմանադրությամբ են։ Չի բացառվում, որ կարա կասեցնի նաև վարչապետը բառացիորեն հայտարարում է, լսեք, վարչապետը բառացիորեն հայտարարում է, ասում է պետության մեջ պետություն չի լինելու։ Հիմա ես չգիտեմ այդ մարդը ասենք ես ոչ էդի վեր եմ լուծել, ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ։ Հիմա մի վարքյան հարցիդ պատասխանեմ, ոչ թե համաձայն եմ, այլ սպասում հետագա քննարկումներին լայն, այն ինչ որ պետք է կատարվի, որպեսզի հասկանանք, ասենք իրականում Հայաստանի կառավարությունը դեմ է նրան, որ էսի լինի, թե չէ, ես այս պահին չեմ կարող կարծիք արտահայտվեմ, որովհետև երկկողմանի հարց կա։ Ես ինքս համոզված եմ այն ամենի մեջ, ինչը որ ինձ ասում է իմ հարազատս, իմ ընկերս, այսինքն ինձ հարազատ մարդ ունեմ, ասում է Արցախի հանրապետության նախագահը չի դիմել վարչապետին, որ գրավոր չի դիմել վարչապետին, որ ինձ ընդունի նստենք խոսանք։ Ես դրան հավատում եմ։ Իսկ Արցախի հանրապետության նախագահ մի վարքյան։ Իսկ Արցախ, սպասեք ասեմ։ Իսկ Արցախի հանրապետության ինչ է։ Արցախի հանրապետության նախագահան չի դիմել գրավոր, ոնց որ կարգ կա։ Իսկ ով է ձեզ այդ մասին։ Իսկ իրեն կարող են հանդիպում նշանակել, չէ՞։ Հայաստանի իշխանությունները կարող են Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Ես Փաշինյանը։ մտածում, որ անձամբ ինքը պետք է նշանակի, այլ մենք չպետք է իրան դիմենք։ Դե դուք եկել եք բռնի տեղահանվել եք, եկել հասել եք Հայաստան։ Դες ինչ եմ ասում, տպավորությունն ես մի ստեղծեք, տպավորությունն ես մի ստեղծեք։ Չեմ թողում, տպավորությունն ես մի ստեղծեք։ Այսինքն որ հիմա դուք եք խոսում չեք թողում հարցտան։ Մենք ինչ որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Կարաս չթողաս։ Ես քեզ կարացել եմ չթողեմ, չես սպասի։ Չես կարա ինչ չթողնես։ Ես հարց եմ տալիս, բարեղի նորմալ պատասխան։ Իվարկյան Ռիփսիմե ջան, հարց եմ տալիս, բարեղի կոռեկտ պատասխանեք։ Կարա չթողած, ես կարացեմ, չեք կարա։ Ինձ լրստող չի եղել, ես մեկ։ Երկրորդը հարց եմ տալիս։ Հայաստանի կառավարությունը, երբ որ դուք եկել եք Հայաստան, բռնի տեղահանվել եք, իրենց կողմից Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, Հայաստանի կառավարությունը տրամաբանական չէ, որ պետք է ձեզ ընդուներ, Արցախի նախագահին ընդուներ, ասել հարգելիս, արի մի տեսնենք, ինչ խնդիր ունեք, ինչով կառավարությունը չի ընդունել մեզ։ Շահրամանյանի նկատի ունեմ։ Դու Շահրամանյանի նկատի ունեմ։ Մեզ եմ, ես եմ տալիս Շահրամանյանի նկատի։ Գնացեք Շահրամանյանը տրամաբանական չի, որ ինքը պետք է կաբինետում նա իրան տվեք։ Անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Մի հատ էլ կրկնեք։ Դուք թելում եք Նիկոլ Փաշինյանի։ Մի հատ էլ կրկնեք, էլի խնդրում եմ։ Ձեզ անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Որ ինչպես եք հակադարձում կամ որն է ձեր պատասխանը։ Մենք հակադարձել ենք տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապել են որևիցե ուժի հետ, մենք կոմենտարիաներում գրել ենք, այդ տվյալ մարդու պապան, այսինչ էսիշ մարդն է, այդ տվյալ մարդու մաման, այսինչ էսիշ մարդն է, հասկանում եք։ Դուք նշեցիք, որ Արայք Այսինքն ուղղորդված են մեկնաբանությունները։ Անպայման։ Սամվել Բաբայանի հետ էլ որևէ կապ չունեք, այսինքն ձեր հետևում։ Այսինքն իմ հարցի պատասխանից, որ ես ասում եմ մեզ որևիցե ուժի հետ կապողին,
մենք վիրավորել ենք ամենավերջի կարգի Դուք եք ինքներդ ու մեզանից կապել ոչ մեկ չի կարացել գա ասի խիեք տենց անում խիեք իմ գրառման տակը այս սենց գրառում կատարել կարակ մտնեք նայեք ու սաղ տեսել են սաղ գիտեն մարդիկ գրառումները կատարել են բուկվալնի մի րոպե հետո ջնջել Ուշադիրներ մարդիկ որ սոցիալական ցանցերին ուշադիրներ էլ այդ կարծիքի համար այսինքն այդ փողոցային պայմաններով առաջնորդել ասելով որ sense հարց եմ տալիս մի վարքյան այսինքն որ կարծիք են հայտնում մարդիկ ինչ որ բան կարող է ինչ որ բան տեսել են որ չէ ինչ որ մարդկանց հետ են կոնկրետ հարցի դուր պատասխանը տամ ով իրանք են գրել չգիտեմ Արտուր Օսիպովը ուղիղ եթերով հայտարարեց որ եթե Ղարաբաղի տղաները փախել են ապա Աննա Հակոբյանը Էրատով ջոկատով եկել եւ Արցախն է պաշտպանել ինչպես եք սա բացատրում Բացատրում եմ այսպես Արցախի այսինքն ձեր պատկերացրածը ձեր ասածածը վերաբերում է նրան որ Արտուր Օսիպյանը Աննա Հակոբյանի թեզն է պաշտպանել թե ոնց Այսինքն այդքան անհավանական է, չէ։ Մեկնաբանը իր ասածը, փաստացի Արցախի հանրապետությունից մեծ մասը, ասենք իրականում մեծ մասը փախել են, Աննա Հակոբյանը գտնվել է Արցախի հանրապետությունում։ Թե ընդ ինքը ինչի համար է եկել, ինչ գործունեություն է ծավալել, չեմ կարող ես դա մեկնաբանել, տեղյակ չեմ։ Ընդ չեմ եղել, ես եղել եմ 146 մարտական դիրքում, իսկ որ ասում ես ովքեր են փախել, սև ջիպեր են փախել, падգամավորների, նախարարների, մինիստրների, տղերքն են փախել։ Տեսել ենք մենք Աննա Հակոբյանը լսեք, ով ասեք կռվելա։ Ով ասեք կռվելա։ Մեկնաբանել եմ, որ ես չգիտեմ ինքն դե ինչ է։ Ես ինչ իմանամ Աննա Հակոբյանը դե ինչ արել։ Ես իմ մարտական դիրքումս եմ եղել 140 գնացել կռվել եւ զոհվել է Արտյոմ Ավակյանը։ Դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, լսեք, դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, Facebook-յան սոցիալական էջում հայտարարություն եմ տարածել։ Ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը Արցախի հանրապետության ժողովրդից ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, նշել, որ պատասխանատուները իրանք են, իսկ դրանից հետո գրառման մեջ նշել են, որ բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավակյանի։ Կարակ մտնեք, տենա գրառումը, եթե խոսքը վերաբերում է իրանց, ես էլ պարզ բառացիորեն ասում, բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավակյանի, որովհետև մի վարքյան պրծնեմ, որովհետև տվյալ ազնվորությանը Արեգ Ավակյանին, այսինքն իր տղան իմ թե ծառայակից, թե մարտական, համ ընկերն է եղել։ Առաջի անգամ Մարտունի 2-րդ զորամասում անձամբ ես ու ինքն եմ, երևի առաջի մարդը որ բարևել է Արտյոմ Ավակյանը, այդ զորամասում ես եմ եղել իր հետ ու առաջի օգնությունը անծանոթ զինվոր որ մտել է զորամաս, առաջի օգնությունը իմ կողմից ես էլ որպես ընդ հին ձեմբել ծառայող ես եմ ցուցաբերել ու ինքը ասենք իրականում հերոս ազնվորություն է, որը որ մի վարքյան առած մտածել լինելով падգամավորի տղա, սաղ ամբողջ Ստեփանակերտով մեր հարգանք վայելող անձ առած մի վարքյան տարտանջալ գնացել է Ֆիզուլի ինքը Մարտունի 2-ից հետո տեղափոխվել էր Ֆիզուլի։ Ես Ֆիզուլիի իմել եմ իր զինվորական ծառայության ժամանակ հանդիպել եմ։ Գնացել է Ֆիզուլի իր ծառայած զորամասում միանգամից անցել թե հարձակման, թե պաշտպանության եւ առաջի հստակ չեմ հիշում թող ներողելնեն կամ թե երկրորդ օրը Արտյոմ Ավակյանը զոհում է։ Իշխանության թեզերին, որ արցախցիները չեն դրվել, ոնց է գեներացնում այդ հակարծ։ Ես կառավարության շենքի մոտից մեկնաբանել եմ այդ տվյալը, ասելով որ ձեզ եմ ասել երևի ABC-ին։ Առաջի անգամ ձեզ եմ հաղորդում տվել, ասել եմ որ այն մարդը, որ ասում արցախցին չի կռվել, ինքը առնվազն գալաթ է անում։ Բայց այն որ արցախցին փախել է, էտել է եղել։ Խի եք ժխտում, խի չեք ուզում իրականությունը խոսել։ Մեր գյուղից, լսեք ասեմ, եթե տեղեկություն չունեք, դուք մենակ Հայաստանի Հանրապետությունում Կանայք եւ աղջիկների Ալեն Սիմոնյանը Անդրանիկ Քոչյանը փախել, չեք ուզում այդ հարցը մեկնաբանեք, որ ժողովուրդը ավելի լայն ձև հասկանանես, իրականությունը տենան։ Դուք ձեր կարծիքով Եթե մեր գյուղում կար, եթե մեր գյուղի մոբը ռեսուրսում կար 40 երիտասարդ, մինչև 45 տարեկաններ, 50 տարեկաններ, քիչ առաջ նշում եք, որ անվտանգ եթե մոբը ռեսուրսում կար 40-45 հոգի, որը որ մոբը ռեսուրսը հավաքման ժամանակ պետք է թա դիրքեր հավաքում է 45 հոգին, բայց դրանից հետո հասկանում ենք, որ մենք ամենքս մեր դիրքում, բայց այդ 45 հոգուց արդեն 33-ը
Քալբաջարի տամոժնին անցել Հայաստանում են, դա ինձ չէ որ Հայաստանի Հանրապետության իշխանության թերացումն չի։ Իշխանության թերացումն էլ կա։ Այն տամոժնին պետք է փագեին, որ ոչ մեկ չկարանար ընդեյով մտներ ստե։ Որպեսզի այսօր մեզ չասեին, որ եկել փախել եկել էիք ստե, հասկանում ես։ Իսկ ինչը վերաբերում է այդ թալանի մասը, կոնկրետ մեր ամենագլխավոր թեման այդ էր եղել։ Ինչը վերաբերում է թալանի մասը, քննարկված է։ Այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ նորից եմ ասում, մեր ստեի քույր եղբայրները, ծնողները, մեր տուժածանձիկ էլ չկրկնեն այն թեզը, որ ստե ինչ կա չկա ձեռնա։ Ումը որ կա թո պատասխան տա։ Հիմա ոնց եք վերաբերում նրան, որ 40+10,000 ետ սոցիալական աջակցությունը փոխում են, կրճատում են, էլ անչեն ան։ Այսինքն Դե իրանք փոփոխություն մտցրեցին, չէ՞, վրանը որ տեղադրել էին ու մեծ հանրահավաք արեցին։ Տենում է որ կառավարությունը ուզում է ընդառաջի արցախցիների։ Եթե նորից կասեցնի, Ոչ, չեն ասել 2 ամսով, ասում է ընդառաջենք, խմբեր ձևավորեք մի վարքյան։ Հանդիպմանը չեմ եղել, բայց խորհրդի առաջարկը չի եղել։ Խորհուրդը առաջարկը որ անում էլա, խորհուրդը առաջարկը որ անում է, որոշում կայացնող Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Դա պարզ է։ Նույն կառավարությունը ասում է Արցախի էջը փակված է։ Դուք հաշտվի այդ հայտարարությունների։ Արցախի էջը փակելուն հաշտ չեմ, այդ հստակ է մեր դիրքորոշումը, բայց կա նաև մի հատ գլխավոր հարց, որ դա պետք է հասկանաս։ Այսօր ասում ենք անենք, ստեղծենք, ասենք պահենք Արցախը, یا պետք է օգնեն պահենք։ Ելը մեծ թեմաներից արդեն ասենք, ինչքան ես խոսանք, այնքան մնալու ենք խոսալուց։ Գործ պետք է արվի։ Գործ պետք է սպասենք տենակ մայիսի 9-ին հրապարակային ձևով Միսկի խումբը դիմում են, որ շարունակվի, թե չշարունակվի։ Հիմա սպասում ենք մայիսի 9-ին, էլի։ Ադրբեջանի կազմում ու Արցախը մերը չի։ Այդ ամեն ինչի մասին տեղյակ ենք, ուղղակի այդ հարցերով չենք եկել այսօր ստե։ ոնց պիտի օգնեն, որ Արցախը պահեք։ Կա ուրիշ։ Նշենք, որ անվտանգային հարցերով դուք այստեղ չեք պատասխանելու, բայց հայտարարություններ արեցիք։ Որոշ մասը մոբը ռեսուրսի մասին է խոսք գնացել, ասում եք ով է փախել, ասում սև ջիպեր են մտել Հայաստան, իրանք են փախել։ Հիմա Կարամ տեղեկացնեմ ձեզ պատգամավորները, որ Կարամ տեղեկացնեմ ձեզ հետեւյալը, որ ստե ովքեր որ եկել են պայքարի, այսօր ովքեր որ նախագահի հետ հանդիպում են ունեցել, ոչ մի հոգի դիրքից չի բացակայել։ Ու մեծամասամբ զոհվածի ընտանիքներ են, ովքեր որ ներկա են եղել նախագահի հետ հանդիպման։ Լավ, շնորհակալ։ Խնդրում հաջող